Վանի նահանգում թուրք-քրդական բախումներից մեկի ժամանակ թուրքական անվտանգության աշխատակիցների ձեռքն է ընկել Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK-ի մի զինյալ։ Պաշտոնական լրատվի համարում ունեցող Անադոլու գործակալությունը ցուցադրեց լուսանկար, հայտնելով, որ քուրդ զինյալի կրծքին խաչ է եղել։ Այն մեծ աղմուկ առաջացրեց, հնարավորություն տալով պետական քարոզչամեքենային տարածել, թե իրականում իրենց դեմ կռվողները ոչ թե մահմեդականներ են, քրդեր, այլ քրիստոնյաներ։ Թուրքական իշխանությունն այն օգտագործում է քրդերի աշկում PKK-ին վարկաբեկելու եւ հայերի նկատմամբ ատելություն քարոզելու նպատակով։ Այդ մասին էր թուրք լրագրող Այշե Գունայսուի ֆեյսբուքյան հետևյալ գրառումը։ Տաքսիում, երթուղայինում, շուկայում, խանութում անհավատալի հաճախակիությամբ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. քրդերի հետ խնդիր չունենք, PKK-ն հայկական է, կամ էլ PKK-ն քրիստոնեական է, ահաբեկիչների վզին խաչ է կախված։ Ընկերս իր աշկով է տեսել ծառայության ժամանակ։ Լրագրողի անխախտ համոզմամբ պետությունն է այդ միտքը ներարկում հասարակությանը եւ այն մեծ թափ է ստացել վերջին ժամանակներում։ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհալ Զեյբեքչին իր վրա հրավիրեց ուշադրությունը առանց երկբայելու հայտարարելով, թե հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը նպատակ ուներ Թուրքիան մասնատել եւ ստեղծել երկու պետություն՝ Հայաստան եւ Քուրդիստան։ Որպես իր տեսակետի ապացույց նա մտաբերել է 100 տարի առաջ գծված քարտեզը, խոսքն ըստ երևույթին Սևրի պայմանագրի մասին է։ Հայկական վախի, սևրաֆոբիայի, հնարավոր է նաև ատելություն քարոզելու եւ հանրությանը համախմբելու նպատակ է հետապնդում տարածվող լուրը, թե Իսկանդեր հրթիռային համակարգերը կարող են հարվածել մինչ Սեբաստիա, Սվաս։ Դունյա Բուլթենի կայքի վերնագիրն այս առումով խոսում էր. Հայաստանը ցուցադրեց հրթիռները, Սեբաստիան էլ է թիրախում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Ֆեթուլա Գյուլենի, PKK-ի, Սիրիայի հարցի կողքին չպետք է անտեսել նաև հայերի պնդումներն ու հայկական սփյուռքը, եւ նրանց հանդիման պետք է վճռականորեն ներկայացնել թուրքական թեզերը։ Օգոստոսի 16-ին Սկյուտարի Սուրբ Խաչ դպրևանք հայկական դպրոցի պատին անհայտ անձինք ռասիստական գրություններ են արել։ Այդ հարցը տեղափոխվել է թուրքական Մեջլիս։ Ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության падգամավոր Սեզգին Թանրկուլուն հարցում է հղել կառավարության ղեկավար Բինալի Ելդրումին, հետաքրքրվելով, թե արդյոք հետաքննությունն ընթանում է թե ոչ։ Անցյալ տարի էլ հունվարի 19-ին Հրանտ Դինկի մահվան 9-րդ տարելիցի նմանաբնույթ գրություններ էին արվել Գալֆայան հայկական դպրոցի պատին։ Այս տարի Վանի Ախտամար Կղզու Սուրբ Խաչ, ինչպես նաև Դիարբեկիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիներում պատարագ չի մատուցվի։ Պոլսի պատրիարքի տեղապահ արամարքեպիսկոպոս Աթեշյանը Ջումհուրիետին տված հարցազրույցում այն հիմնավորել է անվտանգության նկատառումներով։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցել Հրանտ Դինկի անվան միջազգային 8-րդ մրցանակաբաշխությունը։ Հրանտ Դինկի անվան միջազգային մրցանակը ամեն տարի տրվում է խտրականությունից, ռասիզմից, բռնությունից զերծ, արդար աշխարհ կերտելու համար ռիսկերի գնացող, խաղաղության լեզվով հաղորդակցվող, պայքարի ճանապարհին ոգեշնչանք եւ հույս դարձած երկու անհատի, կազմակերպության կամ խմբի։ Այս տարվա մրցանակակիրներն են Դիարբեկիրի իրավաբանների միությունը, որը Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ է դարձել։ Միության նախագահ Թահիր Էլչին 2015 թվականի նոյեմբերի 28-ին Դիարբեկիրի մզկիթի մոտ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել թուրք-քրդական բախումների ընթացքում քաղաքի մշակութային հուշարձաններին հասցրած վնասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ արձակված կրակոցից Թահիր Էլչին սպանվեց։ Մյուս մրցանակակիրը մալավիացի կին ակտիվիստ Թերեզա Կաչինդամոտոն է, որը պայքարում է մանկահասակ երեխաների ամուսնության դեմ եւ հանուն երեխաների կրթության։